Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրում կարել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանին, պարոն Մարուկյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մարուկյան, եկեղեցում արշալույսները խաղաղ չեն, ոնց որ նկատում ենք անգամ հոգեվորականներ, որոնք կարծես թե վեհապար հայրապետի այսպես ճակերտներով ասած տան տղաներն են եղել, հա, այսինքն ինքն է օծել, ինքն է այսպես ճանապարհը հարթել իրանց առջև, ապստամբում են եւ կարծես թե միանում են Նիկոլ Փաշինյանի այս նարատիվին։ Դուք հետևում եք ընդհանրապես այս իրադարձություններին ու ինչ կարծիք ունեք այս թեմայով։ Ճիշտ ասած, ավելի քիչ եմ սկսել հետևել, այն պայից սկսած, որ Միքայել Սրբազանը կալանավորվեց, հետո դատապարտվեց։ Ինչու, որովհետեւ այն օրը, որ Էջմիածին քաղաքում Մայրաթուր Սուրբ Էջմիածնում այդ որոշումը կայացվեց, որ պետքա Միքայել Սրբազանը գնա քննչական կոմիտե, անհասկանալի չգիտեմ ինչի համար։ Այդ պայից սկսած ես ինձ համար արձանագրել եմ, որ այլևս ժամերի, օրերի հարց է, որ Նիկոլ Փաշինյանը կհասնի իր նպատակին։ Այսինքն նպատակորն է։ Նպատակը բնականաբար վերափոխել ճակերտավոր էլի եկեղեցու բուրգը, եթե չստացվի ամբողջությամբ քանդել, ապա պարակտել, մենք այս բանը կարող ենք արձանագրել, որ այլևս այն պարակտված է, այլևս ֆունդամենտալ ձևով, եւ քանդելուն էլ բան չի մնացել, ամենայն անկեղծությամբ, եւ այդ պահն է ինձ համար եղել այդ Ռուբիկոնը, դրանից հետո անկեղծ ասեմ, տենց մեծ չեմ էլ հետևել, տենց շատ չեմ նայում, ով ու տան տղեն, ով ումից ինչ ուզում, տենց շատ քիչ է ինձ հետաքրքիր, որ եկեղեցում տվեցին վեհապարի անունը, որում չտվեցին, դա վեհապարը թող մտածի իր անունը, որ եկեղեցում են տալի, որտեղ չեն տալիս, որովհետեւ էլի եմ ասում, որ մի քանի անգամ ասել եմ Նիկոլ Փաշինյանի ոճը, ասենք ինձ այս լավ ոճով չի ճանաչում այդ մարդուն, էլի, ես ասել եմ, որ եթե իր այդ կռիվ կա, եւ այդ կռվի ընթացքում քաղաքական է այդ կռիվը, եկեղեցա քաղաքական է, չգիտեմ, ինչ որ Մայրաթորի նորոգման շրջանակների մայիս է, չգիտեմ, ոնց է ինքը դրա ունի հոգեվորները վերափոխում է դրա ունի, եւ այդ բանավեճի մեջ լավ ձևակերպենք, այն կողմը, որը հակադիրն է Փաշինյանի, այսինքն վեհապարի կողմը, եկեղեցու բուրգը, լավ sense ասեմ, կոմպրոմիս է փնտրում, այդ կողմը այդ պայից սկսած պարտված է եւ պարտվելու է։ Եվ այդ կոմպրոմիսի փնտրտուքը ոչ միայն Միքայել Սրբազանի կալանավորման եւ դատապարտման ժամանակաշրջաններ, այլ նաեւ դրանից առաջ։ Հետաբար իմ համար այդ թեման մեծ հաշվով, ես փաստաբան եմ, իմ բնույթով պաշտպան եմ։ Ես ունեցել եմ պաշտպանյալներ, ովքեր ինչ որ պահի որոշել են, որ չպաշտպանվեն։ Որ պահին որ որոշել են, որ չպաշտպանվեն, ես իներցիայով երկու շաբաթ դեռ պաշտպանել եմ։ Իմ մասին որ Արծմենի Զևի փաստաբան, Զևի advocate ասում էին, որ դաժե իր պաշտպանյալը հրաժարվում է իրան պաշտպանելուց, ինքը դեռ իներցիայով երկու շաբաթ պաշտպանում է։ Ես այս պարագայում ես ձևն է, այսինքն եթե չեն ուզում իրանց պաշտպանեն, մեր մասով քաղաքական գործիչներից մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեր եկեղեցու մեր ինքնության համար հնարավորինս եւ դրանից ավել արել ենք, որ պաշտպանվի։ Բայց եթե ում որ պաշտպանում ենք, իրանք չեն ուզում պաշտպանվեն, մենք ոչ մի բան Նարեկ չենք կարող անել։ Դուք ձեր եթերներում, ես իմ խոսքում չգիտեմ, ոչ մի բան։ Ըստ ինչ պետք է արվեր, այսինքն քանի որ դրա համար տրիգերը Միքայել Սրբազանի կալանավորումն էր ու հիմա մանավանդ հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին անընդհատ քննարկվում է, որ ամենաակտիվ հոգեվորականները Բագրատ arczepiskopos-ը եւ Միքայել arczepiskopos-ը կալանավորված են, ուստի եւս 1-2 հոգեվորականի նկատմամբ եթե այդ ճակերտներով հաշվարկը տեսնում եմ, դեպի Մայրաթոր ճանապարհը ամբողջությամբ այսպես Փաշինյանի ճակերտներով տանկային Շարասյան համար բաց է լինում։ Ինչ պետք է արվեր։ Եղբայրելի եմ ասում, հիմա արդեն ուշ է, այդ ինչ պետք է արվեր, չէ, ասենք։ Պետք է կոմպրոմիս չփնտրվեր, ասեցի։ Մնացածը տեսեք, ես տեսա, որ քահանան, ով որ վեհապարի անունը չէր տվել պատարագի ժամանակ, ասեց զեղչել եմ անունը։ Ոնց որ տենց։ Մեկը չէ, երկուսն են վերջին։ Չէ, բայց մեկինն եմ տեսել, որովհետեւ շատ չեմ հետևել, ինչ որ տենց տեսել եմ։ Ամենավերջինը, եթե չեմ սխալվում, ինքը ասեց, ես 1 օր առաջ վեհապարի հետ շատ ջերմ զրույց եմ ունեցել։ Դե հիմա երևի իրանք գիտեն ինչ են անում, հիմա ես ու դու որ ինչ ենք այդտեղ խառնվում։ Թե իրանք իրար զրուցում են։ Որովհետև այդ հարցը նենց միայն եկեղեցու ներսի կառուցվածքի հարց չի։ Հասկացա։ Օրինակ դուք ձեր համար մոտիվները բարձ չի Նիկոլ Փաշինյանը ինչի այն։ Ես մոտիվները վաղուց եմ ասել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենամեծ լոբիստական հայկական ինստիտուտն է, երկար դարերով գնացած իր արմատներով, խորքով, իր ցանցով
Եվ այդ մոբիլիզացիոն ռեսուրսը խանգարում է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այն պետք է փլուզել։ Եվ դա փլուզման գործընթացը մեկնարկել է։ Ես ասել եմ, որ դա ներքաղաքական չի, ներհայաստանյան process չի, այդ process-ը արտաքին է։ Բնականաբար փաստարկները, որոնք բերվում են ներհայկական, չգիտեմ, ով ամուսնաց է, ով ում քերու կնգա, այդպես ես իմիջ, բայց դա ներհայկական չի, դա դրսի հետ է կապված։ Դա հալա Շուքյուր Փաշազադեն օդից չէր այդ հարցը բացում։ Հա, process-ը դրանում է։ Հիմա մենք այդ process-ում ինչ կարող ենք անել, ինչ որ կարողացել ենք, կարծում եմ արել ենք։ Որովհետև շատերը մտածում էին, թե Նիկոլ Փաշինյանը հեսա մի 150 հոգու վեգալելու, հա, մի հատ է գավազան ձեռը վեկալի ու քայլի դեպի Մայրաթոր, իրանք ուզում էին Մայրաթորի պատերի տակ զոհվեն։ Նմանատիպ քաղաքական գործիչներ կային։ Դա Զիմասը Լաչինի միջանցքներ ուզում փրկեր, հետո բանն էին ուզում փրկեին Կիրանցը, բան, այդ նույն գծի մեջ էին ասում են գնալու ենք ընդ զոհվենք։ Բայց չէին հասկանում, որ process-ը ուրիշ ձևի է լինելու եւ ուրիշ ձևի է գնում։ Այդ process-ը հիմա տեսնում եք։ Իմաստը հա իմաստը ո՞ն է գնալ Մայրաթոր։ Կգնան Մայրաթոր այն ժամանակ, երբ որ կգտնվի պատարակիչ Գլափարը համաձայնեցված, չհամաձայնեցված դա իրանց խնդիրն է, չգիտեմ։ Որտեղ մարդ ասում է, ջեմ զրույց ենք ունեցել, անունը զեղչել եմ։ Դե դուք գիտեք հիմա, դուք զիրար անունները զեղչում եք։ Մենք ինչ անենք։ Մենք մեր հավատքի հետ ենք, մեր Աստծու հետ ենք, հայրաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ենք, ինչ կարող անենք։ Երբ որ կգտնեն պատարակիչ, որը պատարակ կանի Մայրաթորում, կապ չունի կարող վեհապարնել, ինձ վեհարանում է, դե ձեզ ասեմ։ Ես չէ անպայման պետք է ինձ հանեն։ Որը կանի պատարակ, Նիկոլ Փաշինյանը կլինի այդ պատարակին։ Այսինքն մտածում էին բանը, պետք է գավազանը վեգալի գնա դեպի Մայրաթոր, հա, ձիով խոսքի։ Իրանք գնան կռվեն ընդ։ Դե նշ որ Փաշինյանից հեռու է, էլի։ Չէ, հեռու չի, բայց իմաստը դրա որն է, եթե այլ քանդելու մեթոդներ կան։ Նորմալ հանգիստ ամեն, արդեն որի՞րդ բանում է, թեմում է, պատարակ տեղի ունենում թեմակալ առաջնորդների ներկայությամբ։ Երկու։ Երրորդին կալանավորվել են, Արագածոտնը կալանավորվել։ Չէ, հա, դե կալանավորվել են օր ա եղել։ Սյունիքի ներողություն Վայոց-Ձորի թեմում եւ փաստորեն վերջին թեմը որ տեղի ունեցավ Մասյացոտնն էր։ Ես կարծում եմ, որ Լոռիում չի կարող անել, Շիրակում չի կարող անել, Երևանում երևի կարող է անել, եւ արդեն անելու է։ Սյունիքում չի կարող անել ընդհանրաբար։ Սյունիքում էլ մտածում եմ երևի չի կարող անել։ Հա, բայց process-ը հասկանում ես, այսինքն ինքը դոմինոյի էֆեկտով գնում է։ Երբ որ Մայրաթորում ժողովուրդը կանգնած, հազարավոր մարդիկ, ոստիկանությունը, ԱԱՑ-ն, բոլորը հրաժարվում են իշխանության հրամանները կատարել։ Իշխանությունից դիված հետականչում նրանց։ Ուտեղ որոշվում է, որ Միքայել Սրբազանը թող գնա բան քննչական կոմիտե։ Այդ պայից սկսած է հարցեր քննարկումները իմ համար անիմաստ քննարկումներ է, ինչ են զբանեն։ Ինչի համար են անում։ Կամ Միքայել Սրբազանի դատերին քանի հոգի է եկել, այդ բոլոր դատերին եղել եմ ես։ Քանի մարդ է գնացել։ Բայց ուզում եք ինչ լինի։ Այդտենց պետք է լինի։ Դե հոգեվորականներ գնում են։ Չէ, հոգեվորական ես ասում եմ, չասեցի չէին գնում։ Քանի հոգեվորական։ Վեհապարի մասին է խոսքը, որ ինքը չի գնացել։ Այո, օրինակ ինչի վեհապար հայապետը չեկավ մի անգամ։ Ինչի չեկավ։ Նոկոմես բան չունեմ ասել։ Այսինքն ձեր կարծիքով այս process-ում Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե շահած է։ Ի սկզբանե շահած չի, ես ասում եմ դիմացինը իրա գնում է կոմպրոմիսի, ինքը պարտված է, բրծավ, ավարտվեց։ Հիմա մի այս պայքարների մեջ ընդհանուր ներքաղաքական։ Պետք է նայել, ասում եմ, էլի ես շատ լավ գիտեմ այդ ստրատեգիան։ Ով որ չի զիջում, այդտեղ Փաշինյանը պարտվելու է։ Ով զիջում է, կոմպրոմիս է փնտրում իր այդ մարդ հետից արդեն կորցնելու է։ Լավ, եկեղեցու թեման հասկանալի է, պարոն Մարուկյան։ Երկրորդ խնդիրը, որը այսպես որոշակի հետաքրքրություն առաջացրեց կամ ալեկոծեց ներքաղաքական դաշտը, դեպի Բաքու հայկական քաղաքացիական հասարակության այցելություններ։ Տեսեք ինչի վրա ձեր ուշադրությունն ուզում սևեռել։ Ուրեմն Հայաստանում, երբ որ Իլհամ Ալիևը ելնում է, օրինակ ասում, ասենք պայմանական Զանգեզուրի միջանցք, ասենք, չգիտեմ, դուք կամ որևիցե այլ քաղաքական գործիչ, լրատվամիջոցներ բարձրաձայնում են այս խնդիրը, որ այս մարդը դուք խաղաղություն եք ասում, սա Զանգեզուրի միջանցք է ասում, դուք խաղաղություն եք ասում, սա Արևմտյան Ադրբեջանը է ասում, անմիջապես իշխանական ռոպագանդիստները սկսում են հարձակվել, թե սա հիբրիդային պատերազմ են դեմ Հայաստանի, դուք բերում եք Ադրբեջանի նարատիվները, մտցնում եք հայկական ներքաղաքական օրակարգ։ Հիմա 5 մարդ գնացել են Բաքու եւ վերադառնալուց հետո նրանցից ոմանք առնվազն, հա, եթե չասեմ բոլորը, այնպիսի հիացմունքով էին խոսում Ադրբեջան իրենց այցելությունից, Հիկմետ Հաջիևի հետ իրենց հանդիպումից, Բաքվում հայկական մոտիվներ լսելուց, մարդկանց միջև տարբերության բացակայությունից, որ
Намечается вопрос, հիմա ով է ադրբեջանական պրեզենտացիան նարատիվներով անում Հայաստանում։ Գիտեք, տեսեք, ես մասնակցային process-ների կողմնակից գործիչ եմ միշտ եղել։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացի բան կա, որ պետք է այլա մասնակցել եւ ինչ-որ մի բան քաղել, միշտ պետք է մասնակցել։ Հիմա ինչ-որ հանդիպումներ են նախաձեռնվել էքսպերտների մակարդակում, նախկինում եղել է Բրյուսելում, եղել է Վիեննայում, եղել է ես օրինակ Վիեննայում եմ հանդիպումներ ունենում։ Այս տարի քանի անգամ ունեցել եմ։ Բայց ինչ եկել ասել։ Մեր հանդիպումները փակեն։ հա, մեր հանդիպումները փակեն, բնականաբար ես ինչ որ կարող եմ ասել եմ։ Օրինակ մի հանդիպման ժամանակ ասվել էր, որ շուրջ 1 տրիլիոն դոլարի, այնտեղ հարյուրավոր միլիարդներ են իրանք ասում նաև, նորը հիմարությունը բնականաբար, բայց թվեր են, ինչ որ թվերակրակում են։ Հաշվարկվում է վնասներ, որը տվել է Հայաստանը իրանց եւ այդ ուզում են այդ վնասները ստանան մեզանից։ Ես դրա մասին հրապարակում արել եմ, խոսել եմ։ Եթե չեմ սխալվում, ազատություն ռադիոկայանի եթերում։ Ինչ վերաբերում է, նայեք, ես արձագանքել եմ, սա կոչվում է ադրբեջանցիների, ադրբեջանական պետության, այս ադրբեջանցիների հորիզոնական մակարդակի մասին չի խոսքը գնում։ Սովորական հորիզոնական մակարդակի ադրբեջանցիներին ես տեսնում եմ նաև Բագրատաշենից, երբ որ պետք է անցնենք, չեմ նուր ենք առնում, բան կարալյոկ, բան տեն շփվում ենք, հայերեն են խոսում։ Գիտեք։ Դրանք Վրաստանի ադրբեջանցիներ են։ Բայց ադրբեջանցիներ են։ Այսինքն հորիզոնական մակարդակում, չեմ կարող դուք Մոսկվայի շուկայում հանդիպեք, չգիտեմ։ Այտենց բան չկա, չի եղել, որ ասեմ, տատերության բան է, էլի, այտենց խորը չի ինքը։ Քաղաքական մակարդակում է քաղաքական նարատիվների ռոպագանդայի։ Հիմա ռոպագանդայի մակարդակում իրականացվում է Ադրբեջանի ռեժիմի, ադրբեջանցիների չէ, շատ ուշադիր եղեք։ Այն ռեժիմի, որը ամբողջ աշխարհում մեկ ասելա, որ մենք հանցագործություն չենք արել, մենք էթնիկ զտում չենք արել, մենք մարդկանց գլուխները չենք կտրել, մենք կնոջը չենք բռնաբարել, կտրտել, հետո նկարները գցել Facebook բան, հայ զինվորական կնոջ։ Հա, այդ ռեժիմի հումանիզացիան է գնում։ Այդ ռեժիմի Եվ այդ ռեժիմի հումանիզացիան իմ համար դատապարտելի է։ Այսինքն տեսեք, տարբեր, այսինքն իրանք ասում են, բայց ինչ են կարել, գնացնենք խոսենք, մեզ ասում են դավաճան, բան ոչ, բացարձակ ոչ։ Խոսացեք, բան շփվեք, բա ոնց։ Հումանիզացիայի մասին է խոսքը գնում։ Ու այն մարդկանց են հումանիզացնում, ովքեր Հռոմի ստատուտի միանալու պայից սկսած պետքա լինեին մեր հայցադիմումի մեջ նկարագրված Հռոմի դատարանում, որի հիմնավորումով Հայաստանը Հռոմի ստատուտին միացել է, բայց խաբել է մեր ժողովրդին, ստել է եւ չի դիմել Հռոմի դատարան մինչեւ այսօր։ Ոչ միայն չի դիմել, հիմա էլ այդ ռեժիմին հմեկի եթերում, Պետրոսի եթերում հումանիզացնում, ասում արաբո, իր ուերսները բերելա փոխանցում։ Այն պատկերացրեք օրինակ բան Հիտլերի ռեժիմի ինչ որ ներկայացուցիչների հետ հանդիպեին հրյա ինչ որ մարդիկ, հետո գային Իսրայել, հանրային հերոստակերությամբ այդ ուղերձները փոխանցեին Իսրայելի ժողովրդին, ում ասենք նկատմամբ ցեղասպանություն ա եղել։ Հիմա մեր նկատմամբ եղել է 150,000 մարդու էթնիկ զտում, հազարավոր զոհեր, տեղահանում, գլխատումներ, մեր զինվորներին ով էր գլխատում։ Այդ զինվորների գլխատումներով արդարացել, ասել տենց չի, սենց են կարել, հենց են կարել։ Հիկմեթ Հաջիևը ինքը այդ ռեժիմի պարագլուխներից է։ Ինքը այն մարդկանցից է, որ Հռոմի ստատուտով համաձայն Հռոմի դատարանում պետք է դատվեր։ Եվ Հռոմի ստատուտին միանալու ռոպագանդիստները այն մարդիկ, ովքեր որ ասում են անպայման պետք է միանան, որովհետև պետք է իրանց դատենք։ Հիմա գնաց հետը հանդիպել են, եկե ասում են մի ոսկի մարդիկ են։ Հասկանում ես։ Այսինքն իրանք ինչ են անում, իրանք ձևախեղում են խոսակցությունը։ Բա մենք գնացենք Ադրբեջան, մեզ ասում են դավալ։ Ոչ, միշտ երբ չեն գնացել Ադրբեջան։ Աշոտյանը, Մանեթ Հանդիլյանը գնացին են բանի ժամանակ, իհարկե նիստի ժամանակ։ Դանից առաջ են միշտ երբ չէ, եւ հնարավորություն է որ երկխոսություն լինի, հա ճիշտ այն ժամանակ Արցախը կարբան։ Հասկացանք, երկխոսության ավադ եմ։ Մենք ասում ենք ախպեր, որին չեք այդ մարդկանց հումանիզացնում։ Որին չեք այդ ռեժիմը հումանիզացնում։ Այդ այն դեպքում, որ դուք ոչ այդ ձերացած խաղաղությունը կա։ Այդ խաղաղությունը ինչի մասին է։ Եթե ասելա որ կոնֆլիկտը ավարտված է ձեր հանդեպ, դե մեր շուրջ 340 կիլոմետր տարածքները ազատ եք, ի՞նչ եք ազատում։ Կոնֆլիկտը ավարտված է։ Կոնֆլիկտը ավարտված է, ռազմագերիներին բաց թողեք, ի՞նչ եք բաց թողնում։ Կոնֆլիկտը ավարտված է, այդ կոնֆլիկտի հռետորաբանությունը քարտեզների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կոնկրետ քարտեզով ձեր կողմից չճանաչել ինչի մասին է։ Դա կոնֆլիկտի մասին չի։ Խեք մարդկանց խափում Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանը չի ճանաչում։ Բայց պարոն Մարուկյան, ասում եմ, որ այս ամեն ինչը կարծես թե
նաև իշխանության հավաքական մոտեցման հետևանքն է, այսինքն այս մարդկանց այցելությունը Բաքու նախ որ պետական միջոցներով է, այս այն այլ այդ երկխոսությունը եւ այս մարդիկ բոլորը իրանք ներկայացնում են իշխանությանը, փորձագետներ չեն։ Ուրիշ բան կա, ասենք, այսինքն ուզում եմ ասեմ ադրբեջանական ռեժիմի հումանիզացիան, այսպես ասենք, կամ նրանց լեվալը եւ Հայաստանում իբրև մարդասեր գործիչներ ներկայացնելը արվում է ոչ էքսպերտների շուրթերով, բայց իշխանության ամբողջական աջակցությամբ եւ քաղաքական գծի շրջանակներով։ Տեսեք, եթե սկզբից իշխանությունը չաներ, էքսպերտները ռիսկ չէին անի։ Սկիզբ այլ է իշխանությունը։ Երբ որ Ալիևը ասեց Սևանչի գյոյչայա, առաջի նրա սոցիալ հոգեբանությունը ներկայացնողը Հայաստանում եւ մեկնաբանողը որ տենց չի, բայց սենց է, բայց չէ որ սենց է։ Դուք եք արտեմասիկ հոգեբան է դարձել։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Որ Նիկոլ Փաշինյանն արեց, արդեն հետո արդեն այդ դուրը բացված է, բոլորը կարան անեն, թույլատրված է, որ հումանիզացրեք։ Ու ինքը տենց չի ասե, բայց չէ որ սենց ասե։ Լավ, այդ մարդը խելագար է, այդ ցարական քարտեզներից խիա խոսում։ Չի ասма ցարական, ռուսական քարտեզի է նկատի։ Արա խիա խոսում այդ քարտեզից։ Պլանը որն է դրա տակ, գիժը ինչ է, հա։ Ալիևի տարբերությունից էս լուրջ մարդ է։ Ասենք ի՞նչ եք այդ մարդուն հիմարի տեղ դնում։ Մի հատ հիմարի տեղ դրեցիք, ասենք 20 տարի։ Դե մարդուն հիմարի տեղ չեն դնում, մեզ են հիմարի տեղ դնում։ Չէ, ասма, չէ, այդ բանը, մեզ հիմարի տեղ դնելով նրան են հիմար ներկայացնում, ասում են մարդա ցարական քարտեզներից բան ասա, ինչ եք կպե։ Այդ քարտեզում ասում Ադրբեջանը չկա։ Ան ինքը չի հասկանում, այդ քարտեզում կա Ադրբեջան չկա։ Իրանց սահմանադրական ակտ է Ադրբեջանը ճանաչել է ինչ երկիր։ Առաջին իրանց հանրապետության, այդ երկրի քարտեզները ո՞րն է։ Ում եք խափում։ Ինձ մենք չենք կարող դանով խափվենք։ Մենք it տեսել ենք։ Այդ Հիկմետ Հաջեիներին վինել եմ տեսել, բանին Բայրամը վինել եմ տեսել։ Գիտեմ անգիր էլի, ասում ինչ եք, ասեմ Հայաստանի քարտեզ ուր է։ Ինձ ոչ մի հարց չի տալքում հիմա։ Հայաստանի քարտեզ ուր է, որով մեզ ճանաչում են։ Բերեք։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի քարտեզը, որով մեզ ճանաչում Ադրբեջանը, բեր ցույց տուր։ Ես միշտ ասել եմ, որ մենք թուղթը չպետք է ստորագրենք, քանի դեռ քարտեզ չունենք։ Քարտեզը պետք է attachment լինի։ Այո, կից լինի։ Ընդ որում։ Դա եղել է մեր պաշտոնական դիրքորոշումը, ինչ որ ժամանակ, երբ որ ես եղել եմ նաև հատուկ դեսպան։ Ոնց եղավ, որ այդ դիրքորոշումը դեֆորմացվեց ու տենց սլլացին գնացին, ասենք ես հիմի ստորագրին եկան, ասում են մենք բան ենք, բանակցեցինք այս եղավ։ Մինչև ինչը։ Այսինքն մինչև որ թվականներ այդ պաշտոնական դիրքորոշումը 22-23 թվական քարտեզային տրամաբանությունը, իմ հրաժարականից հետո էլ անգամ մի ինչ-որ ժամանակաշրջան դեռ այդ թեման պահպանվել էր։ Այդ թեման արծարծվում էր, հա, որ քարտեզը բան կարևոր է։ Ուղղակի գիտեք, բանի հարցն է, էլի հասարակական այսպես ազդեցության, ասեմ, կամ արձագանքի հարցն է, որովհետև երբ որ Հայաստանում փաստորեն հայ մարդիկ հումանիզացնում են մեզ սպանած ռեժիմին, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդին, ինչպես դուք ասել եք, կարծես թե պետք է արձագանքը ավելի բուրըն լիներ, բայց այնպես անտարբերության մթնոլորտ է։ Եղբայր, նախ պետական ռոպագանդան շատ ուժեղ է։ Արձագանքը ումից ուժեղ լինի 5000 զոհերի ծնողներից։ Թիվը տարբեր թվեր են ասում։ Լավ, այս ցուցակը չկա այդ մարդկանց զոհվածների համար բան չէ։ Վերջին պատերազմի 4000 եւ ավել, բայց այս արձագանքը 4000 եւ ավելի մասին չի։ Քանի հազար մարդ է զոհվել այս ամբողջ կոնֆլիկտի ընթացքում։ Այս կոնֆլիկտի ընթացքում։ Այդ թվում նաև Արցախում 23 թվականին եւ այլն, այսինքն Դա եմ ասում, 4000 պլյուս։ Հիմա այդ ժողովուրդը, այդ մարդիկ պետքա բարձրաձայն են։ Այդ մարդիկ ինչ բարձրաձայն են։ Այդ մարդիկ իրանց բանի սքի մեջ այնքան բան են լսում, այնքան ինֆորմացիա կա, այնքան մեկնաբանություն կա, որ թացը չորից տարբերակել է բանա եւ մյուս ամենաշանտաժ անող թեզը, որ ախպեր ինչ եք ուզում, պատերազմ եք ուզում։ Երեք տեսա նման բան կար արդեն, որ ավելի լավ է կեղծ քաղաքացիական հասարակության փորձագետների հետ խոսել, այսինքն մեր հկները ընդունում են, որ նրանք կեղծ են, ֆիքսենք։ Որ նրանք կգբեշնիկներ են բանի Ադրբեջանի, բայց ավելի լավ ասում խոսենք, քան թե իրական զինվորների հետ պատերազմենք։ Գիտես ինչն է այստեղ խնդրեմը, որ Ալիևը իր ռոպագանդայով իր հասարակությունը մոտիվացնում է ընդդեմ Հայաստան։ Ինքը անընդհատ սնուցում է մոտիվացիայով։ Նույն Սևանը Գյոչայա, դա էլ է մոտիվացնող։ Մեզանում մեր բոլոր խոսույթները ՀԿ սեկտորի, ԶԼՄ-ներում, իշխանական, այսպես կոչված էքսպերտների, դեսպանների մակարդակում մերը դեմոտիվացնող է, հասկանում ես։ Իսկ դեմոտիվացնողը
բերելու է նրան, որ մեր երկիրը դառնալու է, ասենք, այն վեխերով մարդու բարի կամքից շակերտավոր կախված երկիր։ Դուք անվտանգային որևէ երաշխիք, որևէ մեխանիզմ չունեք, որևէ բան չեք ստացել։ Դուք ոչ մի երաշխիք չունեք, որ որևէ բան չի լինի, եւ այն որ ասում են իդեպ Պետրոսը այդ հարցերը լավ տալիս էր իր հյուրին, ասում է դե ինչ ուզում են տալիս ենք։ Մեզ տենց են ասում, բայց քննադատում են որ ինչ ուզում են տալիս ենք, պատերազմի պետք է լինի։ Այսինքն միանամ ինչ եք այս մարդկանց պատերազմը վախացնում, ճիշտ ասում։ Այդ մենք ենք էլի ասել, որ եղբայր պատերազմի թեման որտեղից է։ Որտեղ Ղարաբաղը չկա։ Դուք պահանջ չունեք հետ բերելու, հետ գնալու, ոչ մի պահանջ չունեք։ Միջանցքերին մի հատ ուզում տվել եք։ Անկլավներին ուզում ասել եք կտանք։ Ինչի վերաբերյալ քողարկված բան է գնում, քողարկված քարոզություն է գնում, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի 26 թվականին, ապա դա անպայմանորեն բերելու է պատերազմի։ Ու ինքը դրա մասին բաց խոսում է։ Հասկացանք, դե հիմա ես էլ բացահայտում եմ այդ սուտը, որ ով էլ որ գա իշխանության, չէ, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, որ շատ հավանական սցենար է, եթե ընդդիմությունը խելք ունենա, ի՞նչ է տեղի ունենալու։ Ոչ մի պատերազմ։ Ոչ մի պատերազմ։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի պայմանավորված Հայաստանի խոստում տված, որ պետք է համայնությունը գնանք փոխենք, Արալ լեռը զինանշանից հանենք, առանց հիմքերի ոչ մի հիմք չի ներկայացնում Ադրբեջանը, անկլավների հարց քննարկենք հետները, որ ինչ պետք է քննարկենք, մի հարց, որը չկա։ Ինչ հարց քննարկում ենք, հիշի ես։ Ինչ հարց իրանք բացում են, մենք ասում ենք պատրաստ ենք քննարկել, իմացի այդ հարցը արդեն վերցրած։ Լուծված վերցրած։ Արդեն, այսինքն եթե դու չունես այդ հարցի վերաբերյալ կարմիր գիծ, ինչը քննարկել։ Բավարարքեն, դրա հետ միասին Հայաստանում կարծես թե Նիկոլ Փաշինյանը անոնսների մեծագույն սիրահար է, ինքը ինչ-որ բան անոնսում է, դա տեղում իրադարձություն։ Օրինակ ինքը անոնսեց Սամվել Կարապետյանի կալանավորումը, ասելով որ հեսա կտեստեց պետության համը ստահակ եւ այլն, Սամվել Կարապետյանին կալանավորեցին։ Հիմա նոր անոնս է տեղ ունեցել այս վերջերս, երեք ուրեմն ինքը փաստորեն հետ ժամանակավոր կառավարչին հրավիրել էր ու ասում էր, փաստորեն փողերի լվացում է հետում տեղի ունեցել։ Չէ՞ կարծում սա նույն, այսինքն ես եւի ձև բան արեցի գնահատական տվեցի, պիտի հարց տայի ավելի շատ։ Սա էլի հերթական անոնս է նրա, որ հիմա կընկնեն արդեն, չգիտեմ, Մերձեովի կոնկրետ դերակատարների հետևից կամ հեծի, որտեղ կա խոսակցություն Նարեկի վրա արդեն Կարապետյան սկսի ճնշումը ուժեղանալ, չգիտեմ, մյուս այլ դերակատարների եւ այլն։ Չեմ կարծում թե սա բացի, այսինքն սա ըստեյության ուղղված է մի բանի, փորձել Սամվել Կարապետյանի հավաքած այն ռեյտինգը, որը հիմա կա, դա կեղտով, պրոպագանդայով փչացնել եւ դարձնել կառավարելի ռեյտինգ։ Այդտեղ ես խնդրեմ եմ տեսնում այն իմաստով, որ Մերձեովի առաջնորդները, ովքեր որ զբաղվում են Մերձեովի գործերով, նրանք տրվում են Նիկոլ Փաշինյանի պրովոկացիային։ Այսինքն մենք նայում ենք Սամվել Կարապետյանը բանտարկված է KGB-ի պատվալում, այդ մասին խոսակցությունը հնարավորինս նվազել է, եւ ամբողջ բանավեճը հեծի մասին, ինչ հեծ։ Ինչ հեծ, մեկը կարես բացատրի, հեծի մասին կնարկում չի մասին է։ Այսինքն մեր ձևովի առաջնորդները չպետք է տրվեին Նիկոլ Փաշինյանի խաղին։ Ինքը հեծից խոսում է, որ իրանք արձագանքեն։ Արձագանքեն անընդհատ այդ մինուս այդ անընդհատ դա բան է, էլի մինուսավոր։ Բայց սակայն այդ մարդկանց ասում է, որ դուք փող եք լվացել, հետո եսի ինչ եք հայտարարել, չպետք է լինի։ Փող եք լվացելը նոր չեն սկսել ասել, չէ՞, ասենք Ռոմանոսը ինչ մտել է այդ կաբինետ, ասում է, բան են արել, հավելագրել են, պարգևավճար են տվել, չգիտեմ, էս են արել, եսի ինչ են արել, անդադար այդ քննարկման մեջ մտնել, դա վնաս է մեր ձևովին։ Դա վնաս, կարճ կարելի ասել սուտ եք ասում, վերջ։ Սամվել Կարապետյանն ինչի անստաց, պատասխանեք այդ հարցին։ Մարդուն, որ ինչ եք տարել KGB-ի պատվալ։ Հասկանում ես, դու մտնում ես մի հատ թեմայի մեջ, որը ինչ որ շոթչիկների մասին է, ինչ որ Ստոլբեքի մասին է, որի մի մասը կարող լավն է, մի մասը փթած է, ինչի մասին է խոսակցությունը։ Այսինքն տեղեկատվական, քարոզչական իմաստով ես խնդրեմ եմ տեսնում, որ մեր ձևովին իշխանությունը ներքաշում է իր ուզած խոսակցության մեջ, որ այդտեղ նրանց ռեյտինգը դարձնի կառավարելի, վնաս բերի այդ ռեյտինգին։ Հիմա պետք է բնականաբար իրանք էլ վերանային իրենց մոտեցումը, իմ կարծիքն եմ ասում, եւ չտրվեն այդ խաղին։ Դու անգամ ուշադրություն դարձեցիք Նիկոլ Փաշինյանի բոլոր նախարարներին, պաշտոնատար անձանց, ընդունում է իր աշխատասենյակում, որտեղ ինքն անստում։ Այո։ Ռոմանոսին ընդունում է ուրիշ տեղ, տենց ավելի տենց չորուցամակ տեղ է ու կադրերը ջղայն է, ինքս էս ահավոր բան։ Այսինքն ես իմացա, ես ինչ ձև են թալանեց, ու ես շատ ջղայն եմ։ Նայեք հեսա ինչ եմ անելու։ Ես չեմ կարծում։ Հեսա ինչ անելու քրեական գործերի չի բերի, էլի հերթական։ Եղբայր, եթե չեմ սխալվում 70 հոգի մարդ է նստած, ասենք Կարապետյանի միջավայրից։ Հա, Կարապետյանի միջավայրից։
Չեմ կարծում թե Նարեկ Կարապետյանին որևէ բան կարա սպառնա ինչի, որովհետև ինքը շատ կարճ ժամանակ ա եղել, այն ինչ իրանք քննարկում են, ասում են իր ժամանակվա խոսակցություն չի։ Ոչ մի բան, այսինքն սա ես ավելի շատ դիտարկում եմ տեղեկատվական մակարդակի։ Որ ժողովուրդ ջան, ձեզ ամեն օր մարդիկ ցույց են տալի, որ բարեգործություն են չէ արել։ Ես ձեզ ասում եմ, իրանք ձեզ թալանել են։ Փողերի լվացում են արել։ Ու սկսելու են ես բերել առաջին պլան, բայց առաջին պլան ընդդիմությունը պետք է ուրիշ հարցեր բերի, չպետք է մտնի ինչ որ հաշվիչների խոսակցությունների մեջ, ինչ որ էլեկտրիկների խոսակցությունների մեջ։ Հասկանում ես, ինքը մեծ գլոբալ հարցը իջացրել է մի հատ էլեկտրիկի մակարդակ, ինչ որ էլեկտրիկ, ինչ որտեղ, ուրեմն Սամվել Կարապետյանի օրոք հաշվիչները դարձել են էլեկտրոնային։ Հնարավոր չի գնալ այդտեղ փող ավելացնել, այդ էլ մաղթ է։ Բան դնել է։ Հա, չէ, բան մագնիս խփել։ Ես մտնել այդ խոսակցության մեջ, ասենք, բերել 5 շոթչիկ օրինակ, հետո 1000 շոթչիկ ցույց տալացել է։ Դա Նիկոլին ձեռնտու խոսակցություն։ Այսինքն ինքն ասել է ժողովուրդ ջան, այս մարդիկ ուզում են ուղղակի իրանց հեծը պաշտպանեն։ Ոչ հայրենիքն են ուզում պաշտպանեն, ոչ եկեղեցին են ուզում պաշտպանեն, ոչ մեր ազգային ինստիտուտները, ոչ այս երկիրն են ուզում այս արհավիրքային գծից հանեն։ Իրանք ուզում են հեծը պաշտպանեն։ Իրա ռոպագանդան դրա մասին է։ Չի կարելի տրվել այդ ռոպագանդային։ Էս է իմ ասածը։ Պարոն Մարուկյան, գալով մի քիչ միջազգային քաղաքականություն, ուզում եմ մենք միասին քննարկենք, թե ուկրաինական թատերաբեմում տեղի ունեցողները անշուշտ լավատեսական սցենարի պարագայում ինչպիսի ազդեցություն կունենան հարավային Կովկասի տարածաշրջանի վրա եւ իմաստնավորի Հայաստանի։ Գաղտնիք չի, որ հայկական էքսպերտային քաղաքական դաշտում կա որոշակի խոսակցություն առ այն, որ այսօր Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանի աջակցությունը մեծապես պայմանավորված է այն ապրանքով, որ նա վաճառում է Արևմուտքին, այսինքն հակառուսականություն։ Ասպա աշնան փակեք հիմա Սամվել Կարապետյանը, որ բանտում է կալանքի տակ է հանդենը թեման շատ բան չի, բայց սա մենք ջարդում ենք 5-րդ շարասյունը ռուսական, Կրեմլի ու արկածներին եւ այլն, ու հաշվելով մոլդովական սցենարը, ինչ որ չափով ռումինական սցենարը, Վրաստանում փորձը, այդ ամեն ինչը վաճառվում է Արևմուտքում, այդ գնորդները գոյություն ունեն։ Եթե Ուկրաինայում այնուամենայնիվ կանգնեց տաք պատերազմական ֆազան եւ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը նաեւ հանեցին, Միացյալ Նահանգները հանեց Ռուսաստանի վրայից այդ սանկցիոն ամբողջ քաղաքականությունը, այսինքն ինչ որ բան առաջընթաց տեղ ունեցավ։ Սա Հայաստանի ներքաղաքական կյանքում Նիկոլ Փաշինյանի համար արտաքին աջակցության բացակայության կբերի, թե ոչ ըստ ձեզ։ Բացարձակ չեմ կարծում, որ կբերի, ես գտնում եմ, որ նախ Հայաստանի համար, Հայաստանի շահերից է բխում, Հայաստանի Հանրապետության, որ ռուս-ուկրաինական պատերազմը օր առաջ կանգնի։ Տնտեսական իմաստով մենք վնասներ կգրենք դրա կանգնելուց, որովհետև մենք օգտվում ենք Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաներից, մեր տնտեսությունը շատ մեծ օգուտներ ռեէքսպորտների հարցով է։ Օգուտներ է ստացել, բայց այստեղ խնդիրը մեր տնտեսությունը չի։ Տարածաշրջանի դիսբալանսը կսկսի մի քիչ վերականգնվել, նկատի ունեմ թուրք-ադրբեջանական այդ գերիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ, Իրանի եւ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցող մի քիչ կփոխվի այդ իմաստով, եւ եթե ռուս-ուկրաինական պատերազմը կանգ է առնում Թրամփի, նախագահ Թրամփի միջնորդությամբ, ապա այս տարածաշրջանում էլ նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի համագործակցությամբ էլի լինելու է կայունություն։ Այսինքն ես որևէ սրացում չեմ տեսնում։ Ուղղակի ամեն ինչ մի քիչ ավելի տրամաբանական կլինի, էլի չեն ասի Հայաստան, դու ինչ ունես տուր թուրքերին։ Ինչ կա տուր թուրքերին, դու մենակ տուր։ Դու տուր, մենակ դու տվող, դու պետք է տաս, դու ուրիշ բան չես կարող։ Մի մտածի տուր։ Դու առանց մտարանց քննարկելու տուր։ Հետաբար մեզ պետք է այդ վիճակը նախ հումանիտար մարդկային իմաստով եմ ասում, մարդիկ են զոհվում, ահավոր մեծ կորուստներ են սրանք, երկու ազգերի միջև եւ մենք որպես հայ գիտենք լավ, որ երկու կողմից էլ կրվող հայեր ունենք, էլի, բերել այդ ասենք։ Ու զոհեր շատ մեծ։ Դա էլ կա։ Հայկական բնակչության կոնտեքստում։ Ես որպես հայ եմ դրա համար անհանգիստ, որտեվ այդպես է, հայերը ովքեր ապրեն Ուկրաինայում, Ուկրաինան իրենց հայրենիքն է, կռվում են իրենց հայրենիքի համար, չէ։ Հայերը ովքեր ապրում են Ռուսաստանում, Ռուսաստանը իրենց հայրենիքն է, ռուսական ազնագիր ունեն այդ երկրի համար։ Հա, գնում են կռվում են էլի իրենց հայրենիքն է։ Բայց մենք որպես պետության համար ավելի։ Հա, մենք որպես հայ, մենք հասկանում ենք, որ ասենք տեղել ենք մենք կորուստներ ունենում, էլի։ Այսինքն մենք այնքան տարածված բան ազգ ենք մեր սփյուռքով։ Եվ այս իմաստով ես հույս ունեմ, նախագահ Թրամփի բանագնացը Մոսկվա է մեկնում Պուտինի հետ հանդիպման,
Այն պլանը, որ ներկայացված է, բնականաբար այն դեռևս կվերափոխվի, բայց հիմնական պահանջները ռուսական կողմի դրա մեջ կան, մնում է այդտեղ ուկրաինական կողմը բնականաբար կստանա իր հիմնական պահանջները նույնպես, Հայաստանի բանակցողների նման չեն, էլի իրանք անվտանգային երաշխիքներն հստակ ստանալու Ռուսաստանից, հստակ եւ ստանալու են, երբ էլ սկրիվը կանգնի, ես ասում եմ, երբ ուզմակ օգնան Օդեսան է գրավեն, չգրավեն, երբ է սկրիվը կանգնի, Ուկրաինան ստանալու է անվտանգային երաշխիքներ։ Հայաստանը, ես ասում եմ, խաղաղություն ենք է բերի, հա, իրանք բացի պատերազմը ոչ մի բան չեն բերել, բայց անվտանգային երաշխիքները մենք չենք ստացել, ոչ մեծ ցեղասպանած ազգից, ոչ էլ էթնիկ զտած ազգից, չենք ստացել։ Եվ այս իմաստով, եթե համեմատության մեջ ենք դնում, ինչ ասեմ, ուկրաինական կողմի բանակցային բանը, ֆոնդը եւ բանակցային պահվածքը նախ ինքնասեր է։ Իրանք իրանց հարգում են, այս մեկ, երկրորդը։ Իրանք հստակ գիտեն իրանք ինչ են ուզում։ Հստակ սեղանի վրա են դնում իրանց խնդիրները։ Ես ասեմ, շատ բանը իրացիոնալ է։ Իրացիոնալ է, բայց դնում են սեղանի վրա, հասկանում եք, եւ չեն ասում էլի բանը, կեցե Ռուսաստանը եւ իրանց նարատիվները, իրանց եթերներում։ Ասենք չեն գնում, ասենք բանի Ուշակովի հետ հանդիպում գար իրանց եթերում ներկայացնում որ Ուշակովը մի ոսկի մարդ է։ Չի կարա այդպես բան Ուկրաինայում։ Չի կարա։ Եվ երբ որ այս նույն մարդիկ իրանք նաև Ուկրաինային են, էլի պաշտպանում այս կռվի մեջ։ Բան սովորեք, այդ ձեր պաշտպանած Ուկրաինայից որ պաշտպանում եք։ Բան սովորեք։ Հա, բայց Ուկրաինան գործուն աջակցություն ուներ, ճիշտ է, իմ կխոր համոզամ Ուկրաինային փուրը տվեցին։ Արևմտյան աջակցությունները, բայց ես կպատասխանեն իշխանական կողմը, որ մենք ոչ մի աջակցություն չունեինք։ Ուկրաինան ռեալ աջակցություն կար։ Ուրեմն լսեք։ Միացյալ Նահանգները պնդում էր, որ պետք է կոնկրետ քարտեզ լինի Հայաստանը ճանաչելու։ Գոնե վերջին են փուլում եմ ասում, որտեղ ես եղել եմ։ Ով է ասում, որ Հայաստանը աջակցություն չունի։ Հայաստանն ինքն է իր նարատիվներից հրաժարվել։ Հասկանում ես, երբ որ դու ասենք Ջորջ Ռոբրոնսոնն ես, քեզ եկե մի անգամ ասել ենք, մեզ պետքա քարտեզ։ Քարտեզը պետք է լինի, նոր ստորագրենք։ Դու այդ նարատիվը սկսում ես պաշտպանել, ասում ես քարտեզ, քարտեզ, Բայրամով քարտեզ, բան, Ալիև քարտեզ, հա։ Մեկ է հետո մյուս ռաունդում հայերը գալիս ասում են դե լավ կարանք ես քարտեզի հարցը մի կողմ դնենք։ Հա, չկա ջայնամել։ Դու որպես Ջորջ Ռոբրոնսոն ինչ անես։ Իսկ ուկրաինացիքն չեն բան ասում։ Իրանք ասում են բան անվտանգային երաշխիքներ, չէ երաշխիքներ։ Այն որ Տրամպի կաբինետում են վատ խոսակցություններ եղավ, այդ ժամանակ Ամերիկան չէր ուզում տալ երաշխիքներ, չէր տալիս։ Զելենսկին ու Տրամպի կռիվին չի մասներ։ Ինքը ասում էր, ախպետ, հայ էլի կռիվ է կանգնի։ Արա երաշխիքներ տվեք։ Նրանք ասում են, ինչ երաշխիքներ։ Չկա երաշխիքներ։ Կռիվը կանգնացրեք։ Հիմա այդ վատ խոսակցությունից հետո այդ գալմա մարդիկ իրանց խոսքին կանգնել են, հիմա ասում են Ամերիկան կտա ձեզ երաշխիքներ։ Վերցրեք նայեք այդ 28 կետը։ Նայել եմ։ Եվ ավելին ձեզ ասեմ, Ամերիկան դա մի կողմ Ամերիկա։ Ռուսներն են ասում կտան երաշխիքներ։ Այո։ Այսինքն որ հարձակվել է, չէ՞, ինքն ասում այախպետ ջան, ես ձեզ եւ Եվրոմիությանը տալիս եմ երաշխիքներ, որ որևէ ագրեսիա չեմ կատարի ձեր դեմ։ Այսինքն իմ պայմանների ցանկը ցանկ, բայց նաեւ ես ձեզ երաշխիքներ եմ տալի։ Ընդ որում օրենսդրական։ Վերցրեք նայեք։ Այսինքն ասում եմ դու օրենսդրական առընթունի, որ դու ՆԱՏՕ չես գնում, ես օրենսդրական ընդունում, որ չեմ հարձակվում։ Հիմա այդտեղ փաստարկ են բերում, ասում են, բայց չէ որ Ռուսաստանը այն ժամանակ էլա տվել, այն որ ատոմային մարտագլխիկները, հա, բայց չէ որ 91 թվականի բանը։ Բուդապեշտյան համաձայնագրով։ Այդտեղ էլ ինչ են ասում, ասում են, բայց չէ որ այդ ժամանակ դուք պետք է լինեիք նեյտրալ երկիր։ Մեզ գնացիք նեպի։ Հետո 2004 թվականից սկսած դուք սկսեցիք ուղղություն, չէ, որը այլևս նեյտրալ չի։ Այսինքն այն համաձայնությունները սել են դրվել հարվածի տակ։ Դրվել են, դե արդեն դե գիտենք Յանուկովիչը, Պարաշենկո բանման հիմա ու եղավ են ինչ որ եղավ։ Իրանք իրանց կյանքը։ Այսինքն ձեր կարծիքով ուկրաինական քեյսը ուսանելի քեյս է, պարագայում ավելի ուսանելի քեյս է, քան թե Բավոց։ Լուրջ մարդիկ են, լուրջ, ասենք մանկապարտեզ չասենք, բան են ասել, իրանց ասածին տեր են, մինչև վերջ կանգնել են։ Չնայած Զելենսկու եւ Փաշինյանի հայտարարությունների մեջ որոշակի ընդհանրություն տեսա։ Թղթերը շրջանառվում են։ Պարզ է հիմա այդքան տարավիկից հետո Զելենսկին պիտի ասի, մենք մեր անկախությունը պաշտպանեցինք, ինքնիշխան ենք այս։ Էմաղ չենք, հիմա ենք։ Դες տեղել են ասում։ Բայց մեկը այդ կետը մտելա շրջանառվող բանակցային փաստաթղթերի մեջ էլ դուրս չի գալու։ Իրանք ստանալու են այդ երաշխիքները։ Ստանալու են։ Եվ նաև դե յուրը էլ չեն ճանաչելու կորցրած տարածքները։ Ինչ ուզում անեն, դե յուրը էլ չեն ճանաչելու։ Դե ֆակտո բանա լինելու, աշխարհն ասել է, օքեյ, լավ։
այդ Դոնբաս բան, դե յուրե իրանք շարունակել են չճանաչել։ Այլասախալին էլի մոտավորապես։ Այդ ու ժամանակը կգնա, հիմա Ճապոնիան ու Ռուսաստանը ճանաչում են իրար։ Չէ։ Բա ինչ ա եղել, Տոյոտաները չեն արտադրել Լենինգրադում, չեն բերել Երևան վաճառ։ Արտադրում են։ Բա ինչ ա եղել, բա ով է Նիկոլ Փաշինյանի խնդրեմ, սա հարցերը փագի։ Որ ինչ է սա հարցերը փագում։ Էլի բացեք, էլի շփվեք, էլի գնացեք Հիկմետին եկեք գովացեք, հարցեր եք փագում։ Մեր ազգային հարցերը, որ ինչ եք փագում։ Կապրենք կտենանք։ Հիմա Ալիևին ինչա պետք, մի բան, մաքրել իր ավրից այս էթնիկ զտման բազարը։ Այս պատմությունը մաքրել։ Ցեղասպանի խաղան։ Այո, մաքրել եւ դա եւ Հայաստանի Հանրապետությունը լծված է այդ մաքրման գործընթացին։ Պաշտոնապես։ Ցավալիա։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։